Ես չգիտեմ անցյալի մասին դատելու մի այլ եղանակ, քան ըստ անցյալի, քանզի մենք բոլորս ապագա ենք մտնում անցյալին նայելով։ Բարի օր բարեկամներ։ Հանրային հեռուստաընկերության եթերում նորից մենք ենք, մենք մեր անցյալով, մեր պատմությամբ, մեր մշակույթով եւ մարտականորեն տրամադրված փոքրիկ հայրենիներով։ Եվ այսպես այսօր մեզ մոտ մրցելու են եկել Տավուշի մարզի Բերդ քաղաքի համար 4 միջնակարգ դպրոցի սաները, Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին։ Դպրոցը Տավուշի մարզում կրթական բարեփոխումների կենտրոն է հանդիսանում։ Հանրապետական օլիմպիադաներում դպրոցի սաներն արժանանում են պատվոգրերի ու մրցանակների։ Դպրոցում անցկացվում են հայրենագիտական դասեր։ Դպրոցի 2008 թվականի 20 շրջանավարտներից 8-ը ընդունվել են բուհեր։ Դպրոցն ունի 135 աշակերտ, որոնցից 7 հոգանոց հայրենագետների խումբը մասնակցում է մեր խաղին կարմիր գույնով։ Շիրակի մարզից Գյումրի քաղաքի Թուֆենկյանի անվան համար 5 հիմնական դպրոցի սաները, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 5 դպրոցը հիմնադրվել է 1928 թվականին։ 1950-ականներից կրել է ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու անունը։ 1998 թվականից հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է դպրոցի նոր շենքը եւ դպրոցը վերանվանվել է ամերիկահայ բարերար Ռիչարդ Թուֆենկյանի անունով։ Դպրոցի 2008 թվականի 46 շրջանավարտներից 30-ը ընդունվել են բուհեր։ Դպրոցի սաներն այսօր 439 են, որոնցից 7-ին մեր խաղում վիճակահանությամբ կապույտ գույնն է բաժին ընկել։ Եվ Երևանից Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 միջնակարգ դպրոցի սաները։ Երևան քաղաքի թիվ 122 դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին։ 1982 թվականից կրում է ռուս մեծ գրող Ալեքսանդր Բլոկի անունը։ Հիմնադրման տարիներին ռուսական դպրոց էր։ 1988-ին դպրոցում բացվում են հայկական դասարաններ, իսկ 1997 թվականից նախարարի հրամանով թիվ 122 դպրոցը դառնում է ռուսերենի խորացված ուսուցման դպրոց։ Դպրոցի 2008 թվականի 59 շրջանավարտներից 59-ն էլ ընդունվել են պետական բուհեր։ Թիվ 122 դպրոցի 460 աշակերտներից 7-ը մասնակցում են մեր խաղին ծիրանագույնով։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խաղալու ենք հայկական տրե ամսվա, այսինքն նոյեմբեր ամսվա 2-րդ խաղը եւ մաղթեմ ձեզ հաջողություն։ Ողջունենք նաեւ մեր փորձագետներին, խնդրեմ։ Հիմա լսենք խաղի կանոնների մասին եւ սկսենք խաղը։ Տեսավահանակների վրա պատկերված մաշտոցյան տարրերից յուրաքանչյուրը իր հետևում թաքցնում է մեկ հարց հայագիտական 9 թեմաներից, ինչպես նաև մեկական հարց ազգային պար եւ ազգային երգ թեմաներով։ Հարցը ընտրում եք ըստ տեսավահանակին պատկերված տարրերի, ձեր ցանկությամբ։ Եթե դուք չեք կարող տալ պատասխան կամ կասկածում եք ձեր պատասխանի ճշտությանը, ապա կարող եք օգտվել Նժդեհիկի օգնություն 3 հնարավորություններից, որի արդյունքում դուք կկորցնեք վաստակած միավորներից 3-ը։ Առաջինը իհարկե եռագույնի առաջին կարմիր գույնը։ Տրամադրված եք մարտական։ Ընտրում ենք տառը։ Մենք ընտրում ենք A տառը։ Այբ։ Ուշադրություն, հարցը։ Պատմություն։ Լսում ենք հարցը։ Երբ է Հայաստանում հիմնադրվել Արշակունիների դինաստիան եւ ով է եղել առաջին թագավորը։ Ժամանակ եք վերցնում։ Արշակ թագավոր մեր թվարկությունից առաջ 160 թվական Պատրաստ ենք։ Խնդրեմ պատասխանը։
Հայաստանում Արշակունիների դինաստիան հիմնվել է Քրիստոսից առաջ 160 թվականին եւ հիմնադրել է Արշակ առաջին թագավորը։ Արշակ առաջին։ Այո։ Լսենք ճիշտ պատասխանը։ Արշակունիների դինաստիան Հայաստանում հիմնադրվել է 66 թվականին։ Առաջին թագավորը եղել է Տրթատ առաջինը 66-ից 88 թվականներին, որը հայոց արքայի թագը ստացել էր Հռոմի Ներոն կայսրից։ Լսեցինք պատասխանը ճիշտ։ Ուրեմն ինձ թվաց, որ երևի շփոթեցին, լավ չկարտացին Արշակունի Արտաշեսյանը, պետք է որ այս հարցին իրենք պատասխանեն, իրենց սա դասագրքային փաստեր է, որ պետք է իմանային։ Ցավոք սրտի համենայն դեպս պատասխանը ամբողջովին սխալ ստացվեց եւ ես միավոր չեմ տալիս իրենց։ 0 միավոր չի ստանում կարմիր թիմը։ 0 Ուշադրություն, կենտրոնանում ենք եւ պատրաստում ենք խաղի։ Ձեր տառը խնդրեմ։ Մենք ընտրում ենք Չ տառը։ Մովսես Խորենացին հայոց պատմության մեջ օգտագործել է մեկի դուռը թակել արտահայտությունը։ Ինչ իմաստով է այդ արտահայտությունն օգտագործել նա։ Ըստ Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ մեկի դուռը թակել նշանակում է նրան ձեռքը խնդրելու գնալ, Աղջիկ ուզելու գնալ։ Հա։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մովսես Խորենացին այդ արտահայտությունն օգտագործել է մեկի տունը խնամախոսության գնալ, այդ տնից աղջիկ ուզել իմաստով։ Գնահատեք խնդրեմ։ Պատասխանը լիարժեք չէր, բայց իր մեջ պարունակում էր ճիշտ պատասխան։ Առաջերտին խնամախոսության գնալ է նշանակում եւ մեկի տնից աղջիկ ուզել։ Փաստորեն դուք խնամախոսության գնալ չասեցիք, աղջիկ ուզել ասեցիք։ Այնպես որ ձեր պատասխանը գնահատում եմ 8 միավոր։ 8 միավոր է վաստակում Կապույտ թիմը, բարձր միավոր է, եւ ես դրան ավելացնում եմ եւս 1 միավոր։ Ծիրանագույնը։ Ընտրում ենք Ս տառը։ Երբ եւ ինչպես է Հայաստանը դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից։ 1991 թվականին ինչպես 91 թվականին հեղափոխությունը 91 թվականի Հայաստանի Հանրապետությունը դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից 1991 թվականին հեղափոխության հետևանքով։ Ինչ հեղափոխությունից հետո։ Ովքեր կատարեցին հեղափոխությունը։ ՀՀՇ-ն։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով։ Պատասխանը լիարժեք չէր, մանավանդ հաշվի առնենք, որ մեր օրերում է կատարվել եւ երեխաները պարտավոր էին դիապետել։ Իրենց ժամանակակից երկրներ վերաբերում, այո։ Դրա համար գնահատում եմ 4 միավոր։ 4 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը։ Անցնում ենք Կարմիր թիմին։ Կարմիր թիմը խնդրեմ։ Մենք ընտրում ենք Մ տառը։ Մեն։ Պատմություն։ Լսում ենք հարցը։ Ինչը պատճառ հանդիսացավ,
որ Երևան թագավորը կառուցի Երևանդաշատ մայրաքաղաքը։ Ժամանակ ենք բացում։ Ասում եմ տարբերություն Հայաստանի Հիշեցնեմ դուք ունեք 3 օգնության հնարավորություն։ Երևանդաշատը մայրաքաղաք անվանվեց այն պատճառով, որ Երևանդաշատի պայմանները ավելի բարենպաստ էին ի տարբերություն մյուս մայրաքաղաքի։ Իսկ խնդրում եմ հարցը նորից կարդալ։ Երևան թագավորը կառուցեց Երևանդաշատ քաղաք, մայրաքաղաքը, որովհետև այդ ժամանակ թագավորները կառուցում էին մայրաքաղաք եւ դնում իրենց անունով։ Ընդհանրապես այդ պատճառով։ Բարի, լսենք պատասխանը, ճիշտ։ Հայոց Երևան թագավորի օրոք Երասխ գետը բավականաչափ հեռացել էր Արմավիրի բլրից։ Գետը ձմռանը հաճախ սառչում էր եւ արքունիքը զրկվում էր ջրից։ Այդ պատճառով էլ Երևանդը Երասխ եւ Ախուրյան գետերի միախառնման տեղում կառուցեց Երևանդաշատ մայրաքաղաքը։ Պատասխանը լսեցինք, գնահատեք խնդրեմ։ Այսը ինձ համար մի քիչ դժվար է Ինձ համար ասելը, որովհետև պատմության հարցերը մեր երեխաները լավ չեն պատասխանում եւ պատասխանի մեջ ես ընդհանրապես ճիշտ բան չգտա, բացի Երևանդանից, որ հարցի մեջ չի շտակվում էր։ Դրա համար ես միավոր չեմ տալիս, 0 միավոր եմ։ Ասա որ պատասխանը չգիտեին։ Կապույտ թիմը պատրաստ ենք։ Տարը խնդրեմ։ Մենք ընտրում ենք Չ տարը։ Ջեն։ Ռազմարվեստի պատմություն։ Ռազմավարական ինչ նշանակություն ուներ Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը։ Ժամանակից ասա։ Պատասխանես։ Արսիստանում դրոշա։ Նույնիսկ էլիշ։ Տիգրանակերտը գտնվում է շատ համաշխարհագրական թիշկում, որովհետև նրա մոտ էր գտնվում Երասխ եւ մեծամոր Երասխ եւ նա Պատասխանը խնդրեմ։ Տիգրանակերտ մայրաքաղաքը ուներ շատ հարմար աշխարհագրական դիրք, շրջապատված էր ժայռերով, Երասխը նաև հոսում էր նրա մոտով եւ դրա համար թշնամուն շատ դժվար կլիներ այդ մայրաքաղաք գրավելու համար։ Եվ դրա համար Տիգրան թագավորը այդ մայրաքաղաքը կառուցեց այդ տեղում։ Որտեղում։ Արդաշատը հեռացել էր երկրի կենտրոնից եւ Տիգրանակերտը նախորդ հարցը լավ լսեցիք։ Բարի, լսենք պատասխանը։ Տիգրան Մեծի աշխարհակալ նվաճումների արդյունքում մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի ծայրամասում եւ անհրաժեշտ դարձավ նոր մայրաքաղաքի հիմնադրումը, որը կգտնվեր այդ ընդարձակ երկրի կենտրոնում եւ միաժամանակ հայոց հողի վրա։ Գյումրի թիմը սկզբում շեղվեց պատասխանից, բայց հետո վերջում արդեն մոտիկանում էր այդ հարցին տրամաբանորեն։ Ես այդ առումով գնահատում եմ 6 պատասխանը, որտեղ կար, արդեն նրանք զգացին, որ պատասխանում են այդ հարցին։ Հասկանում եք, վերջում։ Դուք գնահատում եք 6 միավոր։ Ես հանում եմ 1 միավոր։ Հերթը Ծիրանագույն թիմին է։ Ընտրենք Ք տարը։ Քեն։ Թեման դարձյալ ռազմարվեստի պատմություն։ Արդեն վախենում են երեխաները, վախենալ պետք չէ։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի
կյուրոսապատում աշխատության որքան էր հայկական զորքի թիվը Երևանդունիների օրոք։ Այդ նույնն է։ Լսենք պատասխանը։ Ըստ հույն պատմիչ Քսենոֆոնի կյուրոսապատում աշխատության հայկական զորքի թիվը Երևանդունի օրոք հասնում էր 10,000-ի։ 10,000-ի։ Լսենք ճիշտ պատասխանը։ Երևանդունիների օրոք հայկական զորքը բաղկացած է եղել 8,000 հեծելազորից և 40,000 հետևակից։ Ցավոք սրտի թիմը չկարողացավ պատասխանել հարցին։ Հարցը հստակեցված էր, որտեղ նշված էր հեղինակը, ով է։ Այո։ Ասենք Քսենոֆոնի մոտ պետք է ասվեր։ Որտեղ նաև հստակ նշված է։ Այո, թիվը տարբեր է եղել այլ հեղինակների եւ պատմիչների մոտ, իսկ այստեղ արդեն ստույգ պետք է պատասխանել եւ դա համար նշանակում եմ 0։ 0։ Եվ ավարտվեց առաջին փուլը, որի արդյունքում կարմիր թիմը չի հավաքել ոչ մի միավոր, կապույտ թիմը հավաքել է 14 միավոր և ծիրանագույնը 4 միավոր։ Եվ պատրաստվում ենք երաժշտական հարցին։ Պար, այս անգամ պար է։ Պար բառի յուրաքանչյուր տառի տակ դուք գիտեք թաքնված է մեկ պար, ազգային պար։ Ձեր տառ։ П. П տառը։ Ուշադիր եք հետևում։ Այս պարերը ետ ու առաջ պարերն էին։ Այս պարերում առաջ գնալը նշանակում էր առաջ խաղացում, իսկ հետ գնալը ձախողություն։ Եվ կարծես չարու եւ բարի հակամարտություն լիներ։ Գնահատենք։ Կարծում եմ, որ երեխաների ներկայացված նյութը բավականին հանգամանալից էր եւ շատ խորհուրդներ ուներ։ Արժեր, որ այդ խորհուրդները ուսումնասիրեիք եւ հասկանայիք, որտեղ պարերի մեջ անբարված են մեր ժողովրդի ծիսական եւ պաշտամունքային շատ խորհրդանիշեր։ Ես բավարարված չեմ զգում, բայց ուղղակի որ պարը ճանաչեցին եւ կարծում եմ, որ հույս կտամ իրենց, որ սովորեն այս պարերը եւ խորհուրդները, նշանակում եմ 7 միավոր։ 7 միավոր է հավաքում կարմիր թիմը։ Եվս 1 միավոր իմ կողմից։ Տառը ընտրում ենք։ Հ տառը։ Հո։ Հայոց Այբիբենի հո տառը։ Թեման։ Գրականություն։ Պարզ չէ, ուրախացան, թե տխրեցին։ Ինչպես է անիծում Արտաշեսն Արտավազդին, արտասանեք անգիր։ Կարծում եմ ուրախացան։
Լսենք պատասխանը։ Արտաշեսը արտավազդին անիծում է այսպես. երբ դու գնաս ազատ նիվեր դեպի Մասիս, քաշքերը քեզ բռնեն տանեն ազատ նիվեր դեպի Մասիս, այնտեղ մնաս լույս չտեսնես։ Եվ այդպես էլ կատարվում է անեծքը, բորսի ժամանակ արտավազդը խելագարվում ընկնում է ձիուց, ընկնում մի խոր փոսի մեջ, այնտեղ նա շղթայակապ է լինում, նրա հավատարիմ երկու շներ գամփռներ փորձում են կրծել շղթաները, որպեսզի արտավազդը կապանքներից ազատվի եւ դուրս գա, սակայն դարբինների հարվածից այդ շղթաները ամրանում են եւ արտավազդը չի կարողանում դուրս գա եւ կործանի աշխարհը։ Որ օրը պիտի դուրս գար արտավազդը։ Նավասարդի երևի։ Այո։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Թե դու հեծնես որսի գնաս, ազատ նիվեր դեպի Մասիս, քաչքերը քեզ բռնեն տանեն, ազատ նիվեր դեպի Մասիս, այնտեղ մնաս լույս չտեսնես։ Գրականության փորձագետը խնդրեմ։ Շատ լավ է, որ երեխաները ոչ միայն գիտեն այդ հատվածը անգին, այլ նաև գիտեն այդ հատվածի պատմությունը եւ ընդհանրապես արտավազդի առասպելը, որի համար ես իրենց շնորհում եմ 10 միավոր։ 10 միավոր։ Եվ քանի որ պատասխանեցին իմ հարցին, պարզապես մի քիչ հասկացամտանքով 1 միավոր եմ ավելացնում, ես կարմիր թիմին։ Կապույտ թիմը։ Ուրախանում եք ձեր ընկերների աջողությամբ։ Ոչինչ։ Դե հիմա ընտրում ենք ձեր տառը։ Մենք ընտրում ենք կետառը։ Կեն։ Հայերենն իր պատմական զարգացման ընթացքում քանի գրավոր փուլ է ունեցել եւ յուրաքանչյուր փուլն ինչ ժամանակահատված է ընդգրկել։ Ժամանակ ենք վերցնում։ Հիշեցնեմ դուք ունեք օգնությունների հնարավորություն։ Պատասխանը խնդրեմ։ Մեր կարծիքով հայերենն իր պատմական զարգացման ընթացքում ունեցել է երկու փուլեր, որոնք են քրականը, հիմնական մեր քրականը եւ աշխարհաբարը։ Դրանք ընկած են եղել մոտավորապես ամեկը 1 դար են տևել։ Եվ որոնք էին աշխարհաբարը։ Աշխարհաբարը եւ քրական հայերենը։ Այլ լեզու մենք չենք ունեցել։ Հին հայերենը ինչպես էր կոչվում։ Քրաբար։ Երրորդն էլ ավելացավ։ Հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Իր պատմական զարգացման ընթացքում հայերենն ունեցել է 3 գրավոր փուլ՝ հին հայերեն, 5-ից 11-րդ դարեր, գրական լեզուն գրափարը, միջին հայերեն, 12-ից 16-րդ դարեր, գրական լեզուն միջին հայերենը, նոր կամ աշխարհաբար, 17-րդ դարից մինչև մեր օրերը, գրական լեզուն, գրական արևելահայերենն ու արևմտահայերենը։ Խնդրեմ գնահատեք։ Ուրեմն նախ գրավոր զարգացման փուլ 3 փուլ է եղել եւ ոչ թե 2, դուք հնչեցրիք 2, այնպես որ ձեր պատասխանը լիարժեք չէր, բայց ամենայն դեպս ձեր պատասխանը ես գնահատում եմ 3։ 3 միավոր եւ անցնում ենք ծիրանագույնին։ Ընտրում ենք գտարը։ Գիմ։ Թեման։ Գրականություն։ Լսում ենք հարցը։ Ովքեր եւ ինչ եղանակով են ներկայացրել հնագույն վիպասանքներն ու զրույցները։ Միանգամից ենք պատասխանում։
Հին ժամանակներում զրույցները եւ վիպասանքները բանավոր կերպով փոխանցել են սերնդեսերունդ ասացողները, շատ հայտնի է եղել հատկապես ասացող կրպոն, իսկ այդ երգերը կոչվել են թվելյաց կամ գողթան երգեր, քանզի գողթն գավառի երգիչները շատ հայտնի են եւ տաղանդավոր։ Էլ ինչպես էին կոչվում նրանք, այդ երգիչները։ Երգիչները, բացի ասացողներից, գուսաններ էին կոչվում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հնագույն վիպասանքներն ու զրույցները ներկայացրել են գուսանները հատուկ գործիքի փանդիրի նվագակցությամբ։ Այդ մասին վկայում է նաև Մովսես Խորենացին։ Այո, ողջունում ենք։ Պարոն Նիկողոսյան։ Իմ կարծիքով հարցին մասնակիորեն տրվեց ճիշտ պատասխան, հատկապես հարցի մեջ ընդգծվել էր, թե ինչ ձևով են կատարել երգերը, դա չնշվեց, ուստի ես մի փոքր ցածր կգնահատեմ այս անգամ 7 միավոր։ 7 միավոր։ Ես ավելացնում եմ եւս 1 միավոր։ Խնդրեմ ձեր տառը։ Ընտրում ենք Ց տառը։ Արվեստի պատմություն։ Ինչով էին տարբերվում Տիգրան Մեծի արծաթե դրամները պղնձե դրամներից։ Եվ այդ դրամները հատվել էին Ժամանակը պատասխանը խնդրեմ։ Տիգրան Մեծի արծաթե դրամները պղնձե դրամներից տարբերվում էին նրանով, որ արծաթե դրամները ավելի արժեքավոր էին պղնձե դրամներից։ Արծաթե դրամների վրա Տիգրան Մեծի պատկերը պատկերված էր միշտ դեմքով դեպի աջ, ավանդական թագով եւ պատկերը որոշակիորեն իդեալականացված էր։ Ինչ էր հակառակ կողմում։ Հակառակ կողմում ընդգրկվում էր Տիխե Աստվածուհու պատկերը նստած Տիխե Աստվածուհու պատկերը նստած ժայռի վրա, հասկը արջերքին կամ նա վազելիս ձերքին ձիթենու ջուը։ Իսկ պղնձե դրամների վրա։ Լսենք ճիշտ պատասխանը։ Տիգրան Մեծի արծաթե դրամների վրա պատկերված էր Տիխե Անահիտի պատկերը, իսկ պղնձե դրամների վրա նաև Հերակլես Վահագնի պատկերը, Գավազանով, Արյուծի մորթով եւ Նիկե Աստվածուհու դափնեպսակով կամ ձեռքին արմավենու ճյուղով։ Գնահատականը խնդրեմ։ Ուրեմն մեր հայոց պատմության ուսումնասիրման համար կարևոր այսպես աղբյուր է համարվում նաև դրամները։ Մենք մեծ հավաքածու ունենք հենց Արտաշեսյան թագավորների շրջանից եկած դրամներից։ Եվ դրանցից ամենանշանավորը մեր Տիգրան Մեծի դրամներն էր։ Ձեր պատասխանը միայն վերաբերվում էր արծաթե դրամներին, իսկ պղնձե դրամների մասին դուք գրեթե ոչինչ չասեցիք, դե բնական է, եթե հարցի կեսնա պատասխանվեց, ստանում են 5 միավոր։ 5 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմը։ Մենք ընտրում ենք Ն տառը։ Նու։ Տոներ եւ ծիսակարգ։ Ինչ էին իրենցից ներկայացնում Հայաստանի շատ վայրերում խաղաղորդնեքի տոնին բնորոշ գիշերային երթերը։ Ժամանակ մարդիկ մանում էին կանանի մեջ սխարանում Պատրաստ ենք արդեն։
Պատասխանը խնդրեմ։ Հայաստանի շատ վայրերում խաղողորնեկի տնօրի տոնի բնորոշ գիշերային ներտերը կոչվում էին ուխտականացություն եւ խաղողորնեկի տունը նաեւ կոչում էին տաղավոր տոներ, որովհետեւ դրանք նշվում էին վարանների մեջ եւ վարանները տաղավարներ էին։ Ինչ տրամադրություն էին ստեղծում այդ գիշերային երթերը։ Ուրախ։ Պարզ է ուրախ։ Որովհետեւ նպատակի էին ծառայում։ Այդ ժամանակ խաղողորնեկից առաջ եղել է Նավասարդի տոնը եւ նաեւ այդ ժամանակ եղել է Սուրբ Աստվածածնի վերապոխման տոնը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մտերիմների, ծանոթների, ազգականների խմբերը նախապես ընտրելով իրենց տոնական ուխտավայրը ճանապարհ էին ընկնում ամբողջ գիշեր գնալու պայմանով, որպեսզի արևածագը դիմավորեն նշանակված վայրում։ Գնահատականը ձեր։ Արդեն հասկանալի է, որ հարցը պատասխանը, այսինքն լիարժեք չէր եւ նաեւ դուք շեղվեցիք մի քիչ, գնացիք ուրիշ տեղեր, ուխտագնացություններ էին իհարկե երթերը խաղողորնեկի տոնի, բայց ոչ միայն խաղողորնեկի տոնին էին ուխտագնացություններ արվում։ Իսկ այն, որ այնքան մեծ սպասումով էին մարդիկ սպասում այդ տոնին եւ հատուկ այդ տոնի համար ամբողջ գիշեր ազգականներով եւ մտերիմներով քայլում էին դեպի ուխտավայրը համապատասխան այնտեղ արևածագը դիմավորելու, հենց սրանում էլ կայանում էր հարցի պատասխանը։ Ես գնահատում եմ 3 միավոր։ Եվ անցնում ենք Ծիրանագույնին։ Ընտրում ենք Զ-տառը։ Զ-տառը։ Ռազմարվեստի պատմություն։ Հարցը։ Քանի զինվոր ուներ բուն հայկական բանակը Տիգրան Մեծի օրոք։ 55,000 55,000 այսօր չէին քննարկում 55,000 80,000 55 Գևորգ նորմալ Պատրաստ ենք պատասխանին։ Պատասխանը խնդրեմ։ Հայկական բանակը Տիգրան Մեծի օրոք բուն բանակը եղել է կազմված 55 զինվորներից։ 55 զինվորներից 55,000 կներեք։ Բուն հայկական բանակ ինչ է նշանակում։ Բոլոր զինվորները։ Տիգրան Մեծի բանակը բացի բուն հայկականից ելումից էր կազմված։ Վարձու բանակից։ Իսկ վարձու ամբողջ բանակը քանի հոգուց էր կազմված։ 120,000 զինվորից։ Լսենք ճիշտ պատասխանը։ Տիգրան Մեծի օրոք բուն հայկական բանակի զինվորների թիվը հասնում էր 100,000-ի։ Տխուր է ռազմավարության պատմության փորձագետը։ Տխուր է իհարկե, բայց ես ցանկանում եմ, որ մեր մասնակիցները տարբերեն հեծելազորը, հետևակը, բուն բանակը, արյուձին եւ այլն տերմինները։ Մի շփոթվեք, երեխեք։ Մի քիչ ուշադիր հարցը կարդացեք։ Այդ դուք ճիշտ ասացիք, որ նաեւ կային օտար ազգի զինվորներ նույնպես։ Գնահատականը խնդրեմ։ Ցավոք սրտի ես պետք է 0 գնահատեմ։ 0 են գնահատում։ Կապույտ թիմի երաժշտական հարցի ժամն է։ Ուշադրություն։ Երկ, ընտրեք ձեր տառը։ Մենք ընտրում ենք ռետառը։ Ռետառը։ Լսում ենք երաժշտությունը, մեղերին, ուշադիր։ Լսում ենք պատասխանը։
Այս երկը Վարդևրի երկուշաբթի երկն է, որը սկատակ երկ էր, հետագայում դա վերածվում է նաև համբարձման տոնի հետ է կապվում այս երկը, շատ անգամներ այս երկը ասում են, որ սկսվում է Վարդևրի համբարձման երկուշաբթի բառերով եւ այս երկը երկու տեկերգնգա վարքն է ծաղրում։ Քաղեցի քաղտապերին, մարիկ խորմեցի, կեմիկը չեղավ կապելու, ծանթել կեմիկ արեցին, սելիք չեղավ կրելու, ռեսի սելով կրեցին, նայնիլինայ, 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 Jai-ni-ni-nai, nai-nai-ni-ni-nai, nai-nai-nai, nai-nai-nai, nai-ni-ni-nai, nai-nai-ni-ni-nai, nai-nai-ni-ni-nai, Jai-ni-ni-nai, nai-nai-ni-ni-nai, Քշեցին, այ քշեցին, յալով ժառանգեցին, Յարկն ու գես չուչուցին, դեն ու գես Վարդևրին երգուշաբթին, Kervan kute keregin, sabi babar putki kerekin, vertin iraru hordin, engan hedzoru apin, naini linai, naini linai, naini linai, naini linai, jaini linai, naini linai, nai, 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 naini linai, naini linai, naini linai, jaini linai, naini linai, Քաղեցին, քաղտապեցին, մանրիկ խորմեցին, գեմիկ չեղավ գաբելու, զամթել գեմիկ արեցին, սելիք չեղավ գրելու, ռեսի սելով գրեցին, նայների նայ, ճայների նայ, Պարոն Խանոսյան, խնդրեմ։ Լսենք մեկնաբանությունը։ Ես ուրախանում եմ, որ երեխաները սրտամոտ են այս երկերը ընդունում եւ շատ վաղնջական երկեր այդքան իրենց արյան կանչով ճիշտ զգում ու կատարում են։ Բայց ուղղակի որպես խորհուրդ կուզեի ասել, որ մի քիչ ավելի անգիր մի արեք, ավելի մտեք երկի տեքստի, հումորի կատակի մեջ, ամեն դեպքում կեցեք երեխեք ջան, բոլորդ, ովքեր որ այստեղ կան, բոլորը ովքեր որ լսում էին, ես մեմ բավականին լավ գնահատական տալ 9 միավոր։ 9 միավոր են գնահատում, բարձր միավորներ են, եւ ես ավելացնում եմ եւս 1 միավոր։ Երկրորդ փուլից հետո Կարմիր թիմը ունի 24 միավոր, Կապույտ թիմը 30 եւ Ծիրանագույնը 12 միավոր, բայց չմոռանանք, որ Ծիրանագույնը ունի դեռ երաժշտական պատասխանի իրավունք։ Սկսենք։ Մենք ընտրում ենք Շ տառը։ Շ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1922 թվականին ընդունվեց նոր զինանշան։ Ովքեր էին այդ զինանշանի հեղինակ նկարիչները։ Մարտիրոս Սարյան Հակոբ Կոջոյան։ Մարտիրոս Սարյան Հակոբ Կոջոյան։ Մարտիրոս Սարյան Հակոբ Պատասխանի ժամն է։ 1922 թվականին Հակոբ Կոջյանի եւ Մարտիրոս Սարյանի կողմից առաջարկվեց զինանշանը եւ ընդունվեց։ Այդ զինանշանի կենտրոնում ավելի պատկերավոր նկարված էր Արարատ լեռը, նրանց մեջտեղում գտնվում էր արևը, որից ճառագայթներ էին ելնում եւ այդ արևի մեջտեղում կար մուրճը եւ մանգաղը, հնգաթև աստղը։
Նա ներքևի մասում կար ծորենի հասկ եւ շրջապատված էր խաղողի ворթերով։ Լսենք ճիշտ պատասխանը։ 1922 թվականին ընդունված նոր զինանշանի հեղինակները նկարիչներ Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանն էին։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ թեման գնահատում են Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները։ Խնդրեմ։ Միանշանակ ճիշտ էր պատասխանը, գնահատում եմ 10 միավոր։ 10 միավոր են գնահատում եւ եւս 2 միավոր։ Կապույտ թիմի հերթն է։ Մենք ընտրում ենք լետարը։ Լյուն։ Աշխարհագրություն։ Լսում ենք հարցը ուշադիր։ Այն հնում հայտնի անմաչելի ամրոց էր, հոգևոր կենտրոն, որը գտնվում էր Եփրատ գետի ձախ ափին։ Արտաշիսյանների եւ Արշակունիների թագավորության շրջանում այստեղ էր պահվում արքունական գանձերի մեծ մասը։ Այստեղ եղել են նաեւ բազմաթիվ ձեռագրեր, որոնք քրիստոնեության ընդունումից հետո ոչնչացվել են։ Որ ամրոցի մասին է խոսքը եւ որտեղ է այն գտնվել։ Հիշեցնեմ, Աստղանիշով է հարցը։ Եփրատ գետի ձախ ափին։ Հիշեցնեմ, դուք ունեք նզդեհիկների օգնության հնարավորություններ։ Մենք վերցնում ենք նժդեհիկների օգնություն։ Նժդեհիկների օգնություն, խնդրեմ։ Նույն անունով մենք կոչում ենք մեր 1001 եկեղեցիների քաղաք։ Բինգո։ Եվս ստացվարկյան։ Պատասխանը խնդրեմ։ Այդ ամրոցը եղել է Բագրևանդ Գավառի Բագարանը։ Որն էր մեր 1001 եկեղեցիների քաղաք համարվող մայրաքաղաքը։ Անին։ Ուրեմն պատասխանը ձեր։ Անի ամրոցը։ Անի ամրոցը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Խոսքն անի Բերդաքաղաքի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Դարանաղի գավառում Երզնկա քաղաքից հարավ-արևմուտք։ Լսենք ճիշտ պատասխանը։ Խնդրեմ աշխարհագրության փորձագետի կարծիքը։ Ուրեմն նախ դուք չկարողացաք օգտվել նաև նժդեհիկի օգնությունից եւ այնքան ակնհայտ էր այդ օգնությունը, որ դուք չգիտեմ ուր գնացիք։ Ես ձեր պատասխանը գնահատում եմ 0 միավոր։ Եվ ծիրանագույն թիմը։ Ընտրում ենք Էտարը։ Էտարը։ Խնդրեմ։ Արվեստի պատմություն։ Ուշադրություն հարցը, լռություն։ Այդ քաղաքը Պլուտարքոսն անվանել է հայկական Կարթագեն։ Այն կառուցվել է Հաննիբալի խորհրդով եւ համարվում էր Հայաստանի քաղաքների զարդը։ Որ քաղաքի մասին է խոսքը եւ ով էր նրա հիմնադիրը։ Դուք ասես թե ով ասում, ով շատ քաղաքներ։ Դուք ուզում եք ասեք, ուզում եք դուք ասեք։ Խնդրեմ պատասխանը։ Հայկական Կարթագեն համարվում էր Արտաշատ քաղաքը, որը կառուցվեց Քրիստոսից առաջ 185 թվականին, կառուցեց Արտաշես Աբարեպաշտը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այդ քաղաքը հայոց Արտաշատ մայրաքաղաքն էր, որը հիմնադրել էր Արտաշես առաջինը։ Մի քիչ ուրախանալու առիթ ունենք, որ վերջապես ճիշտ պատասխանը լսեցինք։ Արտաշեսի մասին բազմաթիվ հարցեր եղան այս մեր տարբեր արվեստի
մասնագիտությունների ոլորտից, բայց կուզեի որ մի քիչ ավելին ասեիք, որտեվ չէ, դպրոցական ծրագրերում էլ կար եւ կուզեի որ ձեր գիտելիքները ցույց տայիք։ Քանի որ պատասխանը ճիշտ էր, ես գնահատում եմ 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը եւ իմ կողմից եւս 2 միավոր։ Ընտրում ենք Թ տառ։ Թ տառը։ Գրականություն։ Տրթատ թագավորի մասին Մովսես Խորենացին մանրամասն չի պատմում, պատճառաբանելով, որ մեկ այլ պատմիչ գրել է նրա մասին։ Ում նկատի ունի Մովսես Խորենացին։ Պատրաստ ենք։ Մովսես Խորենացին Տրթատ թագավորի մասին շատ քիչ տեղեկություններ է հայտնել, պատճառաբանելով, որ նրա մասին գրել է մեկ այլ պատմիչ, որը Ագաթանգեղոս պատմիչն է։ Եվ ինչպես էր ինքն իրեն կոչում Ագաթանգեղոսը։ Լավ լուր բերող։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մովսես Խորենացին նկատի ունի Ագաթանգեղոսին, որը ներկայանում է իբրև Տրթատի քարտուղար եւ մանրամասն ներկայացնում նրա գործերը։ Ողջունեք, իհարկե ողջունեք։ Պարոն Նիկողոսյան։ Իհարկե պատասխանը ճիշտ է, բայց ես կուզենայի, որ Ագաթանգեղոսի Տրթատի քարտուղար լինելու պարագան շեշտեր, մանավանդ որ Խորենացին ինքն էլ ընդգծում է, որ Ագաթանգեղոսը եղել է աջող քարտուղարն Տրթատա։ Այդ պատճառով 9 միավոր եմ տալիս։ Բայց քանի որ նրանք կարողացան ասել նաև թե ինչ է նշանակում անունը, ապա 1 միավոր էլ ես եմ ավելացնում։ Մենք ընտրում ենք Տ տառը։ Գյուն։ Թեման, ուշադիր։ Ըստ առասպելի, ով է կառուցել Վարդգեսավանը եւ ինչպես է այն դարձել Վաղարշապատ։ Վաղաշը կառուցեց քաղաք, որը ով է կառուցել Վարդգեսավանը։ Վարդգեսավանը ով է կառուցել։ Վարդգեսավանը Վարդգես։ Ինչ Վարդգես։ Ժամանակը։ Պատասխանը խնդրեմ։ Հիշեցնեմ դուք ունեք օգնությունների հնարավորություն։ Վաղաշապատը դա Վարդգեսավան քաղաքը պարսպապատվել է եւ Վաղաշ թագավորի օրոք եւ այն կոչվել է Վաղաշապատ։ Իսկ Վարդգեսավանը կառուցել է Վարդգես։ Լավ։ Էլ ինչ անուն է ունեցել այդ քաղաքը։ Էջմիածին։ Հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Վարդգեսը Երևան Սակավակյացի քրոջամուսինն էր, որն Արտեմիդ քաղաքի եւ Քասախ գետի մոտ կառուցում է մի ավան եւ անունը դնում Վարդգեսավան։ Հայոց Վաղարշ թագավորը հետագայում վերանորոգում է Վարդգեսավանը, կառուցում պարիսպները եւ վերակոչում իր անունով Վաղարշապատ։ Ես ձեզանից ավելին էի սպասում, որ ավելի ամբողջական պատասխան կտայիք եւ նշեիք նույնիսկ գոնե ժամանակը Վաղարշ առաջին նշեիք թե երբ է կառուցել, երբ է իշխել, այս պատասխանը թերի էր, մանավանդ Վազգեն Մանուկի անունն էլ չտրվեց, այս իմաստով ես պատասխանը գնահատում եմ 5 միավոր։
Այսինքն էլի կիսով չափ պատասխան էր։ Լիարժեք չէր։ Ծիրանագույն խումբը։ Ընտրում ենք Դ տառը։ Աշխարհագրություն, ուշադրություն։ Հայաստանի Հանրապետությունում որ մարզի, որ բնակավայրում է գրանցվել օդի ամենացածր ջերմաստիճանը եւ որքան է դիտվել։ Շիրակի մարզում Աշոտքի շատեսարարթում -46 աստիճան եւ Պատասխանը գիտենք։ Լսում ենք պատասխանը։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի մարզի Աշոտքի սարահարթում -46 աստիճան եւ այդ պատճառով էլ Աշոտքի սարահարթը համարվում է Հայաստանի Հանրապետության ցրտի բևեռը։ Ահա։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունում օդի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի մարզի Աշոտքի սարահարթի պաղական բնակավայրում -46 աստիճան ըստ Ցելսիուսի։ Ողջունում ենք Ծիրանագույն թիմի։ Իհարկե պատասխանում նշվեց տարածքը մնային առումով, բայց կոնկրետ բնակավայրի մասին, պաղական բնակավայրի մասին չխոսվեց, ուստի 1 միավոր հանվում է 9 միավոր։ 9 միավոր է վաստակում Ծիրանագույնը։ Եվ 1 միավոր եւս ես ավելացնում եմ։ Եվ վերջին երաժշտական հարցը, ուշադրություն, պար։ Պար բառի որ տառն ենք ընտրում։ Ա տառը։ Այբ։ Լսում ենք պատասխանը։ Դա ծանր գյոնդ պարն է, պարում էին կոլեկտիվ ձեռքերը բռնած, գնում էին 2 աջ եւ հետո 1 դառնում, ծանր եւ շատ դանդաղ էր կատարվում այդ պարը, չնայած որ աստիճանաբար արագանում էր, բայց այնուամենայնիվ չէր հասնում բավարար արագության, եւ այն ժամանակ նաեւ պարում էին մինչեւ 100 մարդ այդ պարը, ու ծանր գյոնդ նաև անվանում են բացատրվում է այսպես դանդաղ բազմամարդ պար, գյոնդ կամ գյովնդը դա գունդ բառի հին արտասանությունն են եւ դրանք նշանակում են ժողով, կոլեկտիվ ու հետեւաբար այդ պարը նշանակում է կոլեկտիվ ժողովրդական պար, ծանր գյոնդ կամ ծանր գյովունդ։ Ահա։ Ողջույն եք խնդրեմ Ծիրանագույն խմբին եւ մեր փորձագետի գնահատականը, պարոն Փանոսյան խնդրեմ։ Ես մի հարց ունեմ, դու կարողանում եք այդ պարը վարել։ Որոշակի չափով այո։ Որոշակի չափով էլ ձեզ այսքան 10 միավոր։ 9 միավոր։ Եվ ավելացնում եմ եւս 1 միավոր։ Ավարտվեց այսօրվա խաղը եւ կարմիր թիմը վաստակեց 46 միավոր, կապույտ թիմը 35 միավոր
եւ ծիրանագույնը 44 միավոր։ Եվ այսպես Արչևում Տաուշի Բերդ քաղաքի համար 4 միջնակարգ դպրոցն է։ Իսկ հիմա ըստ մեր հաղորդման կարգի ձեզ հարց կտա Շիրակի մարզպետը։ Լսենք հարցը։ Սիրելի դպրոցականներ, ողջունում եմ ձեր հաղորդաշարը եւ հարց ուղղում եմ ձեզ։ Որն է Շիրակի մարզի ամենամեծ գետը եւ որքան է նրա երկարությունը։ Կապույտ թիմը։ Խնդրեմ։ Դա Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արպա լճի ջրամբարից եւ նրա երկարությունը 176 կիլոմետր է, սկիզբ է առնում Աշոսկի Սարահարթից եւ Արաքսի վտակներից է։ Ողջունեք նախ պատասխանը։ Խնդրենք գնահատել։ Պատասխանը միանշանակ ճիշտ էր, մեր պատասխանը նույնիսկ ավելացվեց, թե որտեղից է սկիզբ առնում եւ որ գետի վտակն է։ Միշտ նվերը հանձնելը նախ, խնդրում եմ 3 թիմերին բարձրանալ բեմ։ Եվ ինչպես միշտ, մեր հեռուստամրցույթից նվերներով գնում են պարտված թիմերը, իսկ հաղթող թիմի մրցանակը իհարկե իր հաղթանակն է եւ մասնակցությունը հաջորդ փուլին։ Այնպես որ խնդրում եմ ստացեք ձեր նվերները, ողջունում ենք։ Կարմիր կապույտ։ Շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ մասնակցությունն արդեն հաղթանակ է ձեզ համար եւ համոզված եմ շատերինից հետ համաձայն, որ այսօր դուք մի փոքր թերացաք եւ նույնիսկ հաղթանակը հարաբերական է։ Այսքանով ավարտենք այսօրվա հեռուստամրցույթը, բայց միշտ հիշենք, որ այսօրը միշտ երեկվա աշակերտն է։ Հաջողություն ձեզ։